Ողջույն հարգելի հայրենակիցներ, այսօր բոլորս էլ գիտենք, որ խոսքը գնալու է, սկսելու ենք Սամվել Կարապետյանին անհիմն մեղադրանքներ հնչեցնելու եւ անհիմն ձերբակալելու պարագայով թեման դա է լինելու, բայց դրա հետ շարունակական այլ բաներ էլ կան ասելու, որը որ այս մեր ժողովուրդը կարելի ասել բիսեդկի բոմժերը, բլոտ նարդի խաղացողները, սկամբիլ խաղացողները դեռևս էս են, տուպոյ։ Ուրեմն հարգելի հայրենակիցներ, ես որքանով որ գիտեմ մեր ժողովուրդը Սամվել Կարապետյանից երբևիցե վատ բան չի սպասել, միայն լավ բան է այդ մարդի իր կյանքում արե ամբողջ կյանքով մեկ, բայց այսօր իրեն անվանակոչում են թալանչի, այդ նույն բիսեդկի բոմժերը, ովքեր որոնք որ Սամվել Կարապետյանին թալանչի են անվանակոչում, դրան լրիվ զոմբի են, դեռևս Նիկոլի պուտանկեքն են, որ կարելի է հերթով տանել կանգնեցնել, բոլորին, Սամվել Կարապետյանը Գարեգինի անունը չհոլովելով, միայն եկեղեցու անունը հոլովելով, նրան Գարեգինին էլ փաթանան են անում, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք անեն, Գարեգին չի հետաքրքրում Սամվելին, եկեղեցին է հետաքրքրում, բիսեդկի բոմժեր, կույրերի կոմբինատներ, ինչքան պետք է ձեզ բացատրենք, չնայած սևին սապոնն ինչ կանի, որ խևին խրատն ինչ անի, ժողովուրդ, չեք գիտակցում, որ պետություն ու պետականություն եք ուզում կորցնել, Նիկոլա ֆանատներ, որոշ մարդիկ ուրիշ ձև են մտածում, Սերժ Սարգսյան, հանգարց չընկնես Սամվել Կարապետյանի ոտների տակ գաս մաքրվես, որ վրոջի դու մեղավոր չես, գերագույն մեղավոր տականքն ես դու, հայ ժողովուրդը պետք է լավ գիտակցի, որ այն իշխանությունը, որ դու հանձնիր այս տականքին, Լևոն Տեր-Պետրոսյանի հորդոյով, դա կույր մարդը միայն չի գիտակցում, և ովքեր որ հղի են Ռոբերտ Քոչարյանից, շուտով պատրաստվեք ծննդաբերելու, պատրաստ եղեք, անպայման, հերթով, կարգով, կանոնով, բոլորդ, տեսեք ժողովուրդ ջան, Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են թալանի մեջ, ես չեմ սրբացնում, բայց հիմա Անդրանիկ Մարգարյանը Ռոբերտ Քոչարյանի ժամանակում վարչապետ է, ճիշտ է, առանց Անդրանիկ Մարգարյանի պարզ իմացությամբ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի քայլ չէր կարող անի, ճիշտ է ժողովուրդ ջան, դա բնականաբար, այդ բանակայում գալիս է բանը, որ Անդրանիկ Մարգարյանը կյանքից, որ հեռացավ, որ հեռացրեցին, ով հեռացրեց, դա այդքան էական չի, բայց հեռացրեցին կյանքից, Անդրանիկ Մարգարյանը սուրբ դառավ, Ռոբերտ Քոչարյանի բացասական քայլերի իմացությունով այդ ոնց կարող է Ռոբերտ Քոչարյանը պիղծ դառնա, Անդրանիկ Մարգարյանը մեռնի սուրբ դառնա, այդ որտեղ է գրված, այնպես որ, ես ժողովուրդ ջան, ոչ մեկի ոչ մի բան չեմ ասում, ուղղակի մի քիչ կարող եք աշկերներ բացեք, քաղցր ուտեք հիշողության կորուստներ վերականգնեք, ուղեղներիդ վրա սառույցներ դնեք, սառցաբեկոր մերձրեք, գլուխներ մառազիլ կեք, կարող եք այդ քայլը անել, արդեն հասել է ոչ թե այստեղ, ես ինչքան կարելի է բացատրել, տգետներ, բիսեդկի բոմժեր, ձեր ասածը մեր մոտ ասնավանի չի, ավելի ինչ ուզում անի, միևնույն է, ժողովուրդը Սամվել Կարապետյանից միայն լավն է սպասել, հելելեք Սամվել Կարապետյանը, Սամվել Կարապետյանը, Սամվել Կարապետյան, ես ուղղակի զարմանում եմ այդ ոչխարաբերդի ոչխարների վրա, որ Սամվել Կարապետյանին թալանչի են անվանակոչում, մի խոսքով, ես խնդրում եմ մեր բոլոր Հայաստանի Հանրապետության բնակիչներին, բոլոր գիտակից մասային ժողովուրդ,
ուշքի եկեք, շուտով Սամվել Կարապետյանն էլ, Ռոբերտ Քոչարյանն էլ, մեր ուզած մարդիկ գալու են իշխանության, հետո ուշ կլինի խփեք գլխներիդ, հետո ուշ կլինի, Բիսեդկի բոմժեր, Բիսեդկի Նիկոլի Բալետի ազգային ակադեմիայի ներկայացուցիչներ, Դավիթ Համբարձումյանի բալեշչիկներ, հանրապետական, որ իշխանությունը տվեց, Ծառուկյանի բալեշչիկներ, մի խոսքով 21 թվականի բացի Ռոբերտ Քոչարյանից են 25 ուժերը զիբիլի վեդրոները, որ կային, Վանեցյան, Մանեցյան, Մունեցյան, դրանք լրիվ աշխատել են թակ մի հատ Քոչարյանի դեմ, այդ ոնց կլինի, ես կրկին ասում եմ, Անդրանիկ Մարգարյանի պարզ իմացության այդ ամեն ինչը արվել, Անդրանիկ Մարգարյանը կյանքից հեռացավ, սուրբ դառավ, Ռոբերտ Քոչարյանը ապրում է, պիղծ դառավ, եթե Ռոբերտ Քոչարյանին պիղծ եք հանում, ուրեմն հանրապետական կուսակցություն կգնաք, ձեր նախկին կուսակցության ղեկավարին էլ պիղծ կհանեք, կապ չունի կյանքից հեռացել է, թե կյանքի է, բացարձակապես, իմ համար իմ երկիրն է կարևոր, ոչ թե ձեր հեռալով, ձեր հարստությունը պահպանելով, երկիրը մի օր էլ արտանանք թուրքական դրոշը մեր տանիքներին տենանք, այնպես որ, հիմա շատ մարդիկ ասում են զայրացած մի խոսը, ախր ոնց զայրացած չխոսան, ժողովուրդ ջան, այս Ղամազներին ոնց բացատրենք, այլ ձև չկա, մի խոսքով, խնդրանքս մեր ազգինը, ով որ Հայաստանը սիրում է,